Ուսես գալիս Այս արժանապատիվ հայ ժողովրդի ապրեք շատ մի հատ հարցամ հետո գրկեմ սպասելի է ձեզ համար Անկեղծ ասած, երբ որ արձագանքների մասին ասեցին, շատ ուրիշ պաշտպաններ մեր գործի հետ կապ չունեցող, քրեակատարողական հիմնարկի հետ կապ ունեցող, ասացին, որ հայ ժողովրդի այս ճնշումից հետո վերաքննիչով հաստատ փոփոխություն լինելու է, բոլորն այդ կարծիք էին, որովհետև այս ճնշմանը չէին կարող դիմանալ։ Ես անկեղծ շատ բան չգիտեմ, ես մի մասին եմ ծանոթ այդ գրառումների, ակցիաների, ես չեմ իմացել շատ բաների մասին, շնորհակալ եմ բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր ոչ թե իմ կողքն են կանգնել այսօր, այլ փորձում են այնպես անել, որ Հայաստանում արդարադատության համակարգը չկործանվի վերջնականապես։ Բացեն նույնիսկ Ֆարխոյանի նման երկաթյա պողպատյա դատավորի այդ երկաթը հալվեց, հա, մեջ այս հանրային ճնշման արդյունքում։ Փաստորեն։ Սպասելի է, այսինքն ասում են գյուղ կանգնի գերանքը կոտրի, հիմա այդ նույնն եղավ ու շատ sense սպոնտան ինչ որ բաներ եղան, ես անկեղծ հուզվել եմ շատ, երբ որ իմացել եմ ինչեր են անում։ Դա կապված չի իմ անձի հետ, կարևորն է, մարդիկ ինչ չեն ճանաչում։ Դատարանը հավատաց, որ դուք ահաբեկչական ակտեր չեք իրականացնի դրսում, որևէ մեկի կյանքին չեք սպառնա, բան չեք անի։ Այդ գործը հասկանում է, որտեղ ահաբեկչության տարր չկա։ Սա ուղղակի պատժում են այն մարդկանց, ովքեր այլախոհ են, ովքեր կարող է դուրս գան պայքարի իրենց դեմ։ Սա պատժի ձև է։ Խափանման միջոցը ինչ է, պետք է 3 պայմանների համար բավարարման, հա որ մարդը չխոչընդոտի, չփախչի, հա ու 3 պայմանների բավարարման համար մարդու համար որոշում են կալանք այն դեպքում, երբ որ շատ վտանգավոր է այդ 3 խոսքով այդ 3 հանգամանքներից մեկը կարող է լինել։ Այս դեպքում չեք անի հաստատ։ Ինչ պիտի անեմ, ասենք նախորդ անգամ, երբ որ օգոստոսին որոշում էր կայացրել, նույն Ֆարխոյանը որոշել էր, որ ես կարող կրկին հանցանք գործեմ։ Շենքեր պայթեցնել, բանտես բաներ։ Չեմ գործել։ Ինչ հանցանք պիտի գործեմ։ Հա։ Բարի, ես ինչ հանցանք պետք է գործեմ, պետք է դուրս գամ ահաբեկչություն գործեմ։ Ինչպես Էդմոն Մարուքյանը կասեր, շենքեր գրավեմ, պայթեցնեմ, ինչ անեմ, չգիտեմ։ Այդպես։